Հայաստանում վերջին տվյալներով գնաճը 3,7% է եղել։ Կառավարությունը պլանավորել էր, որ գնաճը պետք է չգերազանցի 3%-ը, բայց 0,7%-ն էլ մի մեծ բան չէ, կմտածեն շատերը։ Գետնի վրա սակայն ամեն ինչ ավելի բարդ է։ Սպառողական գների աճը շատ ավելի է։ Դա կարող եք ֆիքսել մոտակա խանութում առևտուր անելով։ Պաշտոնապես սննդամթերքի շուկայում գրանցվել է 5,8% գնաճ։ Խոսքը հատկապես հացաբուլկեղենի, կատնամթերքի եւ մսի մասին է։ Սա այն ամենն է, ինչի վրա ծախսվում է Հայաստանի բնակչության եկամուտների առյուծի բաժինը, բայց կա կարծիք, որ իրականում գնաճը շատ ավելի է։ Մեծ մատակաշ կտար 250 դրամանոց հացը կշռում է մոտ 500 գրամ։ Այսինքն 1 կիլոգրամանոց հացը միջինը 500 դրամ արժե։ Պաշտոնական վիճակագրության համաձայն հացը թանկացել է ընդամենը 5%-ով, բայց Ռուսաստանում, որը Հայաստան ներկրվող ցորենի հիմնական մատակարարն է, այդ հումքի էական գնաճ կարծես չի նկատվել։ 2022 թվին, երբ որ ռուս-ուկրաինական բախումը սկսեց, ցորենի գինը հասավ վերջի տարին պատմական պիկի։ Մոտավորապես 200 դրամ էր ցորենի 1 կիլոգրամը։ Անմիջապես թանկացան հացերը։ Խնդիրն այն է, որ նախորդ տարին Ռուսաստանում բավականին բերի էր։ Զուգահեռ կար մի խնդիր՝ պատժամիջոցների պատճառով այդ երկրից արտահանումն էր էականորեն նվազել։ Ցորենի գինը Ռուսաստանում իջել էր պատմական նվազագույնին, կարելի է ասել 6-7 ռուբլի, որը Հայաստան ներկրելու պայմաններում տրանսպորտային ծախսով, շահույթով եւ ավելացած արժեքի հարկով կազմում էր 70 դրամ ընդամենը։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների այս շուկան միանգամից արձագանքում է, հենց որ մատակարարի մոտ գնաճ է արձանագրվում։ Մեզ մոտ էլ արտադրանքի գինը միանգամից աճում է։ Իսկ ահա նույն արտահանողի մոտ գնանկմանը մեզ մոտ կամ արձագանքում են դանդաղ, կամ չեն արձագանքում ընդհանրապես։ Կառավարության կազմում կա շուկայի վերահսկողության ծառայություն։ Այս մարդիկ լիազորություններ ունեն։ Իրանք կարելի ասել այդ լիազորությունները չեն օգտագործում։ Պետությունը կարող է ստեղծել գործիքներ, որոնք կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում թաքնված գնաճը։ Այսինքն երևույթ, որը սովորական քաղաքացու աչքից կարող է վրիպել։ Շուկայում պետք է վերահսկվի այդ հացի քաշը։ Հացի քաշը, որ վերահսկողություն լինի, չէ, շատ բաներ կընկնի իր տեղը։ Որովհետև հիմա հացի քաշի վերահսկողություն բացարձակ չկա։ Կա կարծիք, որ լայն սպառման ապրանքների գնանկումը մեծ հաշվով ձեռնտու չէ պետությանը, քանի որ որքան թանկ է ապրանքը, այնքան դրա վաճառքից շատ հարկ է գանձվում։ Հետևաբար, այդքան շատ գումար է հոսում պետական բյուջե։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։